Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Ֆլավել, օր մայիսի 21 Ասեցի տիրոջը, թե դու ես իմ տերը, բարիք չունեմ քեզանից ջոկ, Սաղմոս 16-րդ գլուխ, առաջին խոսք Մի կասկածեք ապագա աղետների նախախնամության վրա, Մովսեսը այդպես էլ արեց, ահավեմին զարկեց և ջրեր բխեցին, և առուներ դուրս թափվեցան, միթե հաց էլ կարող է տալ, միթե միս կպատրաստե իր ժողովրդի համար, Սաղմոս 78-րդ գլուխ, 20-րդ խոսք Որքան անտրամաբանական և անհեթեթ են անհավատության այս հարցերը, հատկապես այն բանից հետո, երբ իրենց աչքերով տեսել էին Աստծո զորությունը այդպիսի արտասովոր գործերում: Ուստի մի տրտնջացեք և մի գանգատվեք նոր նեղությունների մեջ, սա վատ բնավորություն է, բայց այնուամենայնիվ այդքան բնական մեզ համար, երբ կարիքներն ուժգին ճնշում են մեզ: Եթե մենք միայն ամբողջովին հասկանայինք մեղքի լրջությունը, մենք կհիանայինք Աստծո առատաձեռնությամբ, այլ ոչ թե կբողոքեինք նախախնամության խստությունից: Եվ եթե մենք միայն հաշվի առնեինք, որ Աստված պարտավոր չէ ոչ արդարությամբ, ոչ էլ երախտագիտությամբ մեզ պարգևատրել մեր գործողությունների համար, դա մեզ կազատեր տրտունջից: Եկեք չցուցաբերենք որևէ աննշան դժգոհություն այն բաժնից և վիճակից, որը նախախնամությունը պատրաստել է մեզ համար: Ախ երանի թե գոհ և բավարարված լինեինք այն ամենից, ինչ նա պատրաստել է մեզ համար և ասեինք. «Ես կօրհնեմ Տիրոջը, որ ինձ խրատ է տալիս, և գիշերն էլ իմ երիկամունքները հորդորում են ինձ»: Սաղմոս 16-րդ գլուխ, 6-րդ խոսք Անկասկած մեզ համար լավագույնն այն է, ինչ նախախնամությունն է պատրաստել մեզ համար, և մի օր մենք ինքներս կտեսնենք դա: Եկեք չանտեսենք աղոթքը, երբ դժվարություններն են պատահում մեզ: Մենք տեսնում ենք, որ նախախնամությունը ամեն ինչ կարգավորում է և որ ապրում ենք նրա շնորհով: Հետևաբար, դիմենք Աստծուն կարիքի ժամանակ, չէ՞ որ դա հստակորեն ներառված է խոստման մեջ (Եսայի 41-րդ գլուխ, 17-րդ խոսք) և հստակորեն նաև արտահայտված է պատվիրանում (Փիլիպպեցիս 4-րդ գլուխ, 6-րդ խոսք) Հիշեցեք Աստծուն, և նա չի մոռանա ձեզ: